Փաշինյանին ինչու է սկսել հետաքրքրել, թե ով ում հետ է քնում, ինչու է քնում, ով հավատարիմ է այդ ուխտին, թե ոչ։ Իրականում ձեր ձևակերպման հետ բացահայտում արեց համաձայն չեմ։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակ թերթի չկայացած խմբագրի իր ամպլուայի մեջ էր, որ առավոտվանից գիշեր կեղծ լուրերով հազար ու մի տեսակ ցեխարձակումներով տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների, բիզնես ստրուկտուրաների, տարբեր մարդկանց վրա ցեխարձակումներ էր իրականացնում, դրանով փող էր աշխատում։ Հիմա չեմ կարծում, որ եկեղեցուց փող է ակնկալում, բայց կանխավտատված, ծրագրավորված հարձակում էր, այսինքն այս 7 տարվա տարբեր թիրախներով հարձակումների մեջ եկեղեցին միշտ իր առանձնահատուկ դերն է ունեցել Փաշինյանի համար եւ այդ հարձակումն էր։ Համաձայն չեմ մեր այն բոլոր հայրենակիցների հետ, որ առավոտվանից գրում են, վայ, դեղերը բերեք, Նիկոլը խմացա, թե դեղերը չի ընդունել, չէ։ Սրբազանն էլ այդպես արձագանքեց ընդ որում, Չէ, ասես ես- բժշկան չեք, դեղերը Չէ, հալուցրեք։ այդպես չի։ Իհարկե երբեմն այդ բաները լինում է ազգային ժողովում, բայց հետևողական, քայլ մտածված գործողություններ են, որ արշավ է մայրաթորի դեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ վեհափառի դեմ։ Կազմակերպված արշավ էր, պատահական չէր, տեսեք, երեք ամբողջ օրը այդ ցեխարձակումները, շիզոֆրենիկ բաներն էր, բայց զուգահեռ երեք Գարեգին վեհափառը Շվեյցարիայում մեծ միջազգային համաժողովում խոսում էր Արցախի ոչնչացող պատմամշակութային հուշարձանների մասին։ Պատահական չի, երեք ու այսօր առավոտվանից էլի սկսել է։ Էլի հարձակումներ մայրաթորի դեմ, վեհափառի դեմ ու զուգահեռ այս օրերին Ադրբեջանի ղեկավարությունը, Ալաշուկյո Փաշազադեն հարձակումներ էին գործում հայ առաքելական եկեղեցու դեմ։